Դու իրավունք չունես դες բան ունես։ Եթե 1-2 մի քանի անգամ մարդը չլսեց էլի արեց, պատիժներ առնեն։ Այսինքն կարգ դնելով չի, որ մարդը դառնալու է հոգևոր։ Օգնի կամ կարգի հրավիրի կամ գայթակղության առիթ դառնալը։ Որ ավելի լավ է մի հատ ջրհաղացի քար կապի վզին գցիրան ծովը, քան ինչ-որ մեկին գայթակղես։ Ասենք մարդը սպորտային շորերով է գալիս, կամ ասենք կեղտոտ շորերով է գալիս։ Տնավարի էլի, սենց անկեղծ, սենց ուղղակի ոնց կա էլի տենց։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք խոսենք կարգապահության մասին։ Ով Արտուր, կարգապահությունը շատ կարևոր երևույթ է մարդու կյանքում։ Խոսենք կարգապահությունը ինչպես է առնչվում եկեղեցուն, քրիստոնյային, քրիստոնյայի կյանքում, ինչպես է արտահայտվում։ Առաջին իմ հարցը եկեղեցին ունի կարգեր ու կանոններ։ Եթե այո, ապա որտեղից են գալիս այդ կարգերը եւ ինչու են դրանք հարկավոր եկեղեցում։ Մենք բոլորս, համարյա բոլորս դաստիարակվել ենք մեր ընտանիքներում, մեր տներում, ու դա շատ լավ բան է, ասենք եթե մեկը որբ է մեծացել կամ չի դաստիարակվել կամ չի ունեցել ծնողներ, դա լավ չի, հենց իր համար լավ չի, որովհետև տան մեջ ասում են ինչը կարելի է, ինչը չի կարելի, սովորցնում են ու մարդը դաստիարակվում է։ Համին նույնը եկեղեցում է։ Եկեղեցում մարդը պետք է դաստիարակվի։ Ամեն հավատացյալ կարիք ունի մարդկանց ավագի, հովվի, որ իրան ճիշտ ուղու վրա դնեն, դաստիարակվի ինքը։ Ու այն թեզը, որ որոշ հավատացյալներ են ասում, որ ես արդեն Սուրբ Հոգու առաջնորդության տակ եմ, ես դրա կարիքը չունեմ, դա չի համապատասխանում Աստվածաշնչին։ Ու միշտ 5 տականից սկսած միշտ եղել է կարգ։ Աստված կարգի Աստված է։ Ու օրինակ 5 տակարանում ավելի շատ կարգեր ա եղել, ավելի շատ կանոններ ա եղել, որ էսի պիտի արվի, էսի պիտի չարվի, էսի սենց պիտի արվի, այսինքն համարյա որևէ բան չի թողվել մարդուն, որ մարդ ինքը որոշի անի դա թե չանի։ Օրինակ այդ սրբության տեղում, սրբության սրբոց տեղում, այն տեղում դուրսը ընդեղ կենցաղում նույնիսկ կենցաղում ամեն ինչ եղել է կարգ, որ սենց պետք է անեք, սենց պետք է անեք, օրինակ այսքան չհավաքեք, այսքան էս չանեք, այս սենց կանեք, այսինքն կարգեր է եղել ու դա ճիշտ է, այսինքն մարդը հասկանում է, որ ինքը նախ մենակ չի ու ինքը ոնց որ սենց կոլեկտիվ կամ հասարակության մաս է, այլ ոչ թե առանձին ինչ-որ մի մարդ է, դրա համար եկեղեցին ունի կարգ, եկեղեցին ունի կանոնադրություն, բացի դա, օրինակ մարդ ասում է ես հավատացյալ եմ։ Եկեղեցին ոնց ընդունի իր անդամություն, ոնց ընդունի մարդկանց, դրա համար մենք մի քանի բաներ ա նշվում կանոնադրության մեջ, որ այս բաների առկայության դեպքում մենք համարում ենք, որ մարդը այո, հավատացյալ է, նվիրված է եւ այլն եւ այլն։ Ու նաեւ ունի նաեւ իրավունքներ իհարկե։ Պարտականություններ եւ իրավունքներ։ Համի, իհարկե կլինեն եկեղեցիներ, որ կարող է տենց կանոնադրություն հենց կոնկրետ ձև չունենան, բայց որ եկեղեցու մարդը հավատացյալը պետքա դաստիարակվի, միանշանակ, դա ցանկացած եկեղեցում է։ Որոշակի կանոնների ներքո։ Միանշանակ, դա անխուսափելի բան է։ Կարելի է ասել, որ եթե այդ կարգը ու կանոնները չլինեն, ավելի քաոսի կվերածվի, որովհետև մարդը եկեղեցում մեկը կվարվի ոնց որ ինքն է մտածում։ Եկեղեցում միանշանակ, բայց ես ավելի հենց խոսում եմ մարդու կյանքի համար։ Հավատացյալի ճիշտ դաստիարակվելու, ճիշտ իմանալու, երբ ինչա պետք, ոնց է պետք, այսինքն դրա մասին։ Իսկ եկեղեցում, որտեղ այդպես միտք կա, որ այսօրվա եկեղեցիները սիստեմ են դարել, այսինքն մենք պետք է ազատվենք այդ սիստեմից, մենք կանչված ենք ազատության, մենք կանչված ենք, որ իրոք միմիայն Սուրբ Հոգին, միմիայն Աստված, ասես թվացյալ լավ բառեր է,
բայց մենք պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը։ Երբ որ մենք մի քանի հոգով հավատացյալներով հավաքվում ենք, մեզ պետք չի որևէ կար, կանոն ու այդպես բաներ պետք չի։ Ու երբ որ մենք նույնիսկ հասկանում ենք, երբ է պետք խոսալ, լռել, մարդուն տեղ տալ, էս անել, այն անել։ Բայց երբ որ եկեղեցու քանակը դառնում է 20-30 հոգի, էլ կամ 40-50 հոգի, էլ հնարավոր չի տան պայմաններում դա անել, արդեն պետք է վարձվի միտեղ կամ առնցվի միտեղ մի հատ զալ, ուզած չուզած, այդտեղ որտեվ կա սկիզբ ժամ, վերջ եւ այո, ուզած չուզած դու պետք է կարգ ու կանոնի գաս, չի կարա ուրիշ ձև լինի։ Եթե կան երեխաներ, եթե կան էսի, եթե կանենի, արդեն առանձին էսի չի կարելի սա, կարելի է սա, սկսում է կանոնները, որը անխուսափելի է։ Ու դրա համար ես կարծում եմ, որ ցանկացած եկեղեցի դրա համար ունի որոշակի կարգեր, համի գրված, չգրված, ամեն եկեղեցի մի քիչ տարբեր է, բայց չի կարա չունենա այդպես բաներ։ Միտեղ ավելի խիստ, միտեղ ավելի ոչ խիստ, բայց դա միանշանակ պարտադիր է։ Եկեղեցական կարգերն ու կանոնները դրանք վերաբերվում են միայն եկեղեցու անդամներին, թե նաև այցելուներին։ Որոշները վերաբերում են միմիայն անդամներին, բայց կան նաև կարգեր, որ վերաբերում են բոլորին։ Օրինակ, ծառայության ժամանակ, պաշտամունքի ժամանակ այցելույա թե անդամա, որևէ նշանակություն չունի։ Նա իրավունք չունի ելնի ման գա, խանգարի, նա իրավունք չունի բարձր խոսա հեռախոսով, բաներ կա, որ դա իրավունք չունի։ Իրավունք չունի, չգիտեմ, ոչ ճիշտ հագուստով մտնի, ասենք էլ եմ ասում բաներ կա, դա բոլորին է վերաբերվում, ցանկացած մարդու։ Դրա համար ասենք ցանկացած մարդ, որ մտնում է եկեղեցի, պետք է հասկանա, որ որոշակի կարգեր կա տեղ։ Մենք էլ որ տուրիստ ենք այդու մի երկիր, ասենք Իսրայել կամ միտեղ մտնում ենք մի հատ ցանկացած եկեղեցի, կաթոլիկ, ուղղափառ, այնտեղ հենց սկզբից հասկանում ես դա ի կարգը ոնց է, կամ ասում են, կամ գրած է։ Կարևոր չի դու ով ես, քրիստոնյա ես, քրիստոնյա չես, բուդդա ես, ով ուզում ես եղի։ Այդտեղ մտնելու կարգ կա։ Ու դա նորմալ է։ Իսկ կան կարգեր եկեղեցում, որոնք միմիայն անդամների համար են եւ ոչ։ Այո, ես ասեցի, այո։ Ես ասեցի, որ կան կարգեր, որ անդամներին է վերաբերվում, որը որ ավելի ծառայություններին, ավելի իրանց նիստուկացը կամ իրանց անելիքը միանշանակ կա տենց կարգեր, կանոններ, որ միմիայն անդամներին է վերաբերվում, որովհետև եկեղեցին ըստ էության հիմնական կարգ ու կանոնը երբ որ ունենք, օրինակ մենք գրած ունենք կարգ ու կանոն, դա անդամ դառնողներին կամ անդամներին է վերաբերվում, իրանց պարտականությունները եւ իրանց իրավունքները, բայց մի քանի կարգեր կա, ոնց որ ասեցի, բոլորին է վերաբերվում դա։ Ցանկացած այցելուի, որ կարող է տարիներով այցելի, բայց չդառնա եկեղեցու անդամ։ Եկեղեցում կարող լինեն դեպքեր կարգ ու կանոնի հետ կապված, ենթադրենք օրինակի համար, ասենք ծառայությունից ուշանալը, այսինքն ծառայությունը արդեն սկսվել է, նորամ արդեն ներս գալի, կամ ասենք ակտիվ պահվածք ծառայության ընթացքում եւ այլն, ասենց ինչ որ բաները սա կապված է ավելի մարդու խղճմտանքի հետ, որ նա կոռեկտ իրան, ասենք իր ձևով ազգում, որ իրան պետք է պահի, թե ուղղակի, ասենք մարդը ուղղակի նույնիսկ հասկանալով, չհասկանալով, խղճմտանք ունենալով, չունենալով, պիտի ենթարկվի կարգերին։ Այո, ինձ թվում է պետքա չթողվի, որ մարդու խղճմտանք, ասենք այդ այլ բաներ կա, որ պարտավոր են բոլորը անեն։ Օրինակ, պաշտամունքի ժամանակ որևէ մեկ իրավունք չունի ավելի բարձր երգի, ավելի բարձր ինչ-որ աղոթի, քան ասենք միկրոֆոնով մեկն է անում։ Դրա իրավունքը ոչ մեկ չունի։
Եթե մեկը ինչն է վտանգը կներես։ շեղում է, Հա, խանգարում։ եթե մի հոգի անցկացնում է, եթե ուրեմն եկեղեցին այդ մի հոգուն է տրամադրել, որ այդ մի հոգին պետք է անցկացնի, օրինակ փառաբանության անցկացումը։ Բայց եթե նստած տեղից մեկը գոռալով ավելի կամ այն շարժումներ անում, որ կողի մարդիկ էլ չեն կարողանում երկրպագեն, դա մենք հրավիրելու ենք կարգի։ Ես որպես հովիվ իհարկե խոսալու եմ, որ այդ ձև բան մի արա։ Դու երբ որ մենակ ես տունը, արա ինչ ուզում ես, բայց ստեղ պետք է հաշվի առնես, որ դու մենակ չես։ Սա եկեղեցի է, պաշտամունք է, ստեղ որոշակի կարգեր կա։ Մարդն ասում է դե որ ես ուզում եմ ազատ, sense հարցնեի, հա։ Հա, իհարկե, մենք ազատ ու սրտանց երկրպագում ենք, բայց որոշակի չափ կա, որ մենակ ես չերկրպագեմ, մնացածը ինձ։ Հա, ուրիշների հաշվին չլինի։ Այո, այսինքն մենք բոլորս էլ ազատ ենք, բայց մեր ազատությունը պետք է ուրիշի ազատությունը չխանգարի։ Այսինքն, երբ որ զալում կամ եկեղեցու շենքում շատ մարդ կա, շատ նկատի ունեմ հարյուրավոր կամ հազարավոր, նույնիսկ 30 հոգի, 40 հոգի, 20 հոգի, պետք է դա հաշվի առնես։ Դու չես կարող դա հաշվի չառնես։ Օրինակ ես երբ որ մենակ եմ, ուրիշ ձև է, քան ասենք ես եկեղեցում եմ։ Ոչ թե ես փոխվում եմ, ավելի կեղծավոր եմ, իհարկե ոչ դա չեմ նկատի ունեմ, այլ հաշվի եմ առնում։ Սա հարգանք է կողքինների հանդեպ։ Միանշանակ, բայց դրա համար եկեղեցում կա կարգ։ Դու իրավունք չունես դες բան անես։ Եթե 1-2 մի քանի անգամ մարդը չլսեց էլի արեց, պատիժներ ալնելու։ Միանշանակ։ Ու չեն նայելու գայթակղվի կետ հաչի, գայթակղվի կետ, որովհետև բաներ կա, որ պետք է ինքը լսի։ Եկեղեցու անդամը ու ոչ անդամը։ Օրինակ, այդ ինչի մասին խոսում ենք, մենք դες դեպք ունեցել ենք, որ ուղղակի մարդ է եկել, ուրախացել ենք, որ եկել է, բայց ինքը օրինակ պաշտամունքի ժամանակ ուզում է ուրիշ բանով զբաղվի։ Մենք թույլ չենք տվել, 1-2 չի լսել, հրավիրել ենք դուրս։ Սա այդ տեղը չի։ Այսինքն մարդը պետք է գիտակցի ուր է եկել։ Այլ ոչ թե իր մտքով, իր ուզածով ինչ որ բաներ անի։ Եկեղեցում կարգ ու կանոնի ծառայություն գոյություն ունի։ Այո։ Որը կանչված է կարգի հրավիրելու։ Այսինքն տվյալ Ու ոչ միայն կարգի հրավիրի, նաև օգնի։ Հա, Դա շատ կարևոր է։ Նաև օգնի։ Վտանգ չկա, որ երբ որ, ասենք, կարգ ու կանոնի ծառայությունը ծառայողը փորձում է օգնի կամ կարգի հրավիրի կամ բան գայթակղության առիթ դառնա դա։ Դե նայած ոնց ստարվի, իհարկե պետք է ով որ կարգ ու կանոնի ծառայող է, աշեր են ասում կամ էլ պիտի ճիշտ ձևով անի, նպատակը պիտի չլինի, որ ստեղ ես եմ ասողը, այսինքն այդպես աշխարհիկ մտքեր պիտի չլինի, այսինքն շատ հեզ խոնարհ ձևով, բայց ինքը դրված է տեղ, որ հետևի, որ կարգով լինի ամեն ինչ, ճիշտ լինի։ Ու նաև երբ որ հավատացյալները կամ նորեկները մի ինչ-որ բանի կարիք ունեն, ինքը ուղղորդի, ցույց տա, օգնի, սկսած ավտոն կանգնեցնելուց, սկսած եւ այլն։ Ասենք մեկը վատացել է, ջուր բերել է, անել, տարբեր բաներ կա, որ պետքա այդ ծառայողները օգնեն ամեն։ Իսկ ասենք եղել է դեպքեր, որ մարդիկ գայթակղվեն, Իհարկե։ հեռանան եկեղեցուց։ Իհարկե, մարդկա սենց է մտածում, որ ինձ ոչ մեկ իրավունք չունի ինչ-որ բան ասի։ Բայց չի կարա այդ ձև բան լինի։ Այսինքն չգայթակղեցնել, դա չի նշանակում ամենաթողություն։ Հա, իհարկե ոչ։ Այսինքն թողել, որ մարդը ամեն ինչ անի։ Այո։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամենալավ օրինակն եմ ասում, խիստ ձևով ասեց գայթակղությունների մասին, որ ավելի լավ է մի հատ ջրաղացի քար կապի վզին գցիրան ծովը, քան ինչ որ մեկին գայթակղեցնի։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը բաներ էր անում ու ասում, որ պարզ գայթակղվում էին։ Բայց չի նշանակում չգայթակղեցնել, Աստծուն չծառայել, Աստծո ասածը չանել, պատվիրանները չքարոզել։ Եթե մեկը մի բանից է ձև գայթակղվում է, ուրեմն դա իր տեղը չէր։ Ուրիշ այստեղ տարբերակ գոյություն չունի։ Բայց եթե կարգ ու կանոնի ծառայողը կոպտել է, անարգել է, ոչ պատեհ տեղը ինչ որ բան ասել, արդեն պատասխանատվությունը իր վրա է։ Հա, իհարկե։ Պետք է ամեն ինչ ճիշտ ձևով, շատ հարգալից, շատ բան, բայց ասի որ չէ, դա դու իրավունք չունես դա անես։
Եկեղեցում կա դրես կոդ։ Այդ ձև տենց որպեսին դենայած որ եկեղեցում մասին ենք խոսում, մեր նման եկեղեցիներում տենց հատուկ դրեսկոդ չկա, բացի ասենք մարդը սպորտային շորերով է գալիս կամ ասենք կեղտոտ շորերով է գալիս։ Իհարկե, եթե մեկը տուն չունի, փողոցում ապրում, կամ չգիտեմ, ալկոհոլի ազդեցության տակ կամ առաջ անգամ է եկել հարբած, սա ուրիշ է։ Այնպես չի որ եկեղեցում ասում ենք, տես մարդ պետք է չմտնի։ Բայց եկեղեցին սարքել արդեն սենց ինչ ասեմ, ասենք կոպիտ եմ ասում, մեկը մայկով գա եկեղեցի, սենց ուղակի սենց տնավարի, էլի սենց չակեր անկեղծ, սենց ուղակի ոնց կա էլի տենց իհարկե ոչ։ Բայց որ ասենք դրես կոդ կա, որ պարտադիր էս պետք է հագնի կամ այն պետք է հագնի, իհարկե դες բան մենք չունենք, որոշ բաներ մենք ասում ենք, որ ոչ, ասենք օրինակ եմ ասում, ճղճղած ջինսերով կամ չգիտեմ, որոշ բաներ, բայց հիմնականում չկա մեր մոտ դրես կոդ։ Գայթակղիչ շորերով։ Միգուցե, հա, գայթակղել կամ իրան ցույց տալ կամ Էլ եմ ասում, եթե նոր մարդ է եկել, իհարկե մենք դրան չենք նայում, Փառք մարդ է եկել, գահաստուն, բայց եթե մի բանը շարունակում ու վատ հետևանքներ ունենում, իհարկե մենք կանգնեցնելու ենք։ Այսինքն, եթե այցելում, չեմ ասում անդամի մասին, եթե այցելուն արդեն ինչ-որ ժամանակ արդեն այցելում գալիս է եկեղեցի, տվյալ եկեղեցին, պարտավոր է հնազանդվելու այդ հակու կապին, այդ այո, նիստուկացին։ Այո, բա իհարկե ինքը մտել է հոգևոր օջախ։ Ինքը պետք է հասկանա, այսինքն էսի մենակ եկեղեցի չի, ասենք մի հատ կազմակերպություն ես դու գնացել։ Եթե այնտեղ նիստուկած կա, դրես կոդ կա, դու պետք է հարգես էդի։ Հա։ Դու հյուր ես այնտեղ։ Ու երբ որ դու դառնում ես այդ անդամը, արդեն քեզ իրանք ասում են, որ սենց է ստեղի ձևը։ Արդեն պետք է անես այնպես ոնց որ տեղի ձևն է։ Սա նորմալ է։ Ընտանիքում էլ այդ ձև, ամեն տեղ այդ ձև։ Օրինակ գործի տեղը ես քանի տարի, ավելի քան 20 տարի աշխատել եմ, միշտ մենք աշխատել ենք խալաթով։ Ես տունը խալաթով եմ, ոչ։ Ես ուզում եմ խալաթ հագնեմ, ընդհանրապես չէ։ Բայց այդտեղի դրես կոդը խալաթն է։ Օրինակ, եթե մեկը շինարարության մեջ է աշխատում, պետք է հատուկ կոշիկներ հագնի, պետք է հատուկ շորեր հագնի։ Իրեն չեն էլ հարցնում դու ինչ ես ուզում, քո ազատությունը մենք հանգարց դու գայթակղվում ես, թե չէ։ Հետաքրքիր է, Արթուր, որ ասենք, եթե մարդը գնում է ինչ-որ մի կազմակերպություն, ոնց որ ասեցինք, ու այդ կազմակերպությունը ենթադրենք հիվանդանոց։ Հա։ Եվ հիվանդանոցի կարգ ու կանոնն է, որ մարդը պիտի բարձր չխոսա, հեռախոսանջատի, շատ հնազանդ ձևով մարդիկ ընդունում են։ Բայց այ ինչի՞ց է գալի, որ մարդը երբ որ եկեղեցի է գալի, հանկարծակի այդ ազատության, ոնց ասեմ, այդ ձգտումը մի քիչ բորբոքվում է մոտը ու սկսում է այ ինչի՞ց է գալի։ Մասամբ դա գալիս է եկեղեցուն, որ տենց թույլ են տալի։ Այն ամենասկզբից էլ որ մարդկանց բացատրեն, այստեղ դες բաներ չի հարգվում։ Այստեղ ձևը տես չի։ Օրինակ հիվանդանոցում էլ կարող է մարդը անգիտակցաբար ուղղակի մեկը զանգել է, վերցնի հեռախոսը բարձր խոսա, գալի մոտենում են ասում դες բան մի արա։ Չի կարելի, հենց հիմա անջատի։ Ու իմիջիայլոց չի նեղանում ու գնում։ Սուս լսում է անջատում։ Հա, որովհետև նեղանա ուր գնա, որ հիվանդանոցն է գնաց, այդ ալնելու։ Իհարկե եկեղեցին մենք շատ ուրախ ենք, որ մարդ է գալիս, բայց այդ մարդուն մենք պիտի չէ կոպիտ եմ ասում, երես չառնի։ Այսինքն մենք պետք է մարդուն ճիշտ ձևով բացատրենք մեր նիստուկացը, մենք էս ենք։ Եթե դու ուրիշ բաներ մանգալի կամ ուրիշ բաներ դու ակնկալում, միգուցե այդ հաշ մանգաս էդի։ Այստեղ այդ չկա, չի լինելու էդի։ Բայց որ կարգ ու կանոնից խոսում ենք, այնպես չի որ մենք sense ուղղակի մարդկանց ճշած sense ամեն ինչ շղթայած, ասում ենք ոչ մի շարժ, իհարկե ոչ։ Այն որոշակի բաներ, որ ընդհանուր կարգ է, ընդհանուր ծառայության ավելի խոչընդոտ չլինի եւ այլն, որ չի խանգարում մարդուն։ Այո, դրա մասին է խոսքը։ Երկրպագությանը եւ այլն։ Հա։
Ոմանց կողմից նույնիսկ հավատացյալներից լսել եմ հիացմունք մուսուլմանների կրոնական կարգապահության մասին, Որ կարգապահության։ որ նրանք շատ պատշաճ օրը այսքան անգամ աղոթում են եւ այլն, sense հետևում են իրանց այդ տոներին հոգեոր։ Պետք է որ քրիստոնյանն էլ ունենա կարգ ու կանոն, թե սատանում ավելի շատ կրոնականության։ Այ եթե մուսուլմանի մասին ենք խոսում, ավելի շատ դա կուլտուրայա կամ կրոնական բան է, քան կենթանի հավատք է։ Որտեղ նա աղոթելուց նույնիսկ այդ 5 անգամ աղոթելուց իր աղոթնել չի ասում։ Նույնիսկ հնարավոր է շատ դեպքերում քիչ էլ հասկանում ինչ ասում, կամ իրան թարգմանում են ինքը ինչ ասում։ Սա մի ուրիշ բան է։ Բայց ես հասկանում եմ հարցը, ասենքն ռեգուլյար է նույն ժամին, էսենս քանի որ մենք չունենք այդ ձևի բան, տենց պատվիրան, որ օրը օրինակ քանի անգամ պետք է աղոթեք։ Այդ ձևի պատվիրան նոր կտականում չենք կարդում մենք։ Գրածա միշտ։ Այո, մենք միշտ աղոթքի մեջ ենք։ Աղոթել չի նշանակում կոնկրետ հենց ծնկի իջնել, բան, նաև մենք մեր մտքում, մեր սրտում, մենք Աստծո հետ ենք միշտ։ Բայց իհարկե, նաև պետքա մենք ունենանք մեր աղոթքի ժամը, կոնկրետ, ավելի կոնկրետ։ Մենք ունենանք մեր սերտողության ժամը, մենք ունենանք մեր պաշտամունքի մասին էլ խոսք չկա, որ պաշտամունքին պարտադիր է բոլոր պաշտամունքներին, այդ հանգ մասնակցենք մենք։ Այդ պաշտամունքը ում համար է արվում, բոլորիս համար է արվում։ Ու դրա համար այո, սենց կարգ լավա մենք ունենանք, սենց ապրելակերպ, սենց ասեմ։ Դա շատ գովելի է, լավ է, ու այն հավատացյալները, որ դրա մեջ են, իրանք ավելի օրհնվում են, ավելի լցվում են, ավելի նույնը տնային խմբակներն է, նույնը հանդիպումներն է, շփում, հոգևոր թեմա խոսալ, դա շատ կարևոր է, իհարկե։ Իսկ այտենց կարգ ու կանոն պահելը հարցի մյուս մասն էր, կարա տանի կրոնականությանը։ Եթե այդ կարգերը շատ լինի, դե նայած ինչ նկատի ունենք մենք։ Եթե կարգ ու կանոնի նպատակը անխոչնդոտ պաշտամունքն է, անխոչնդոտ սա է, նա է, եթե նպատակը դա է, դա չի կարա բերի կրոնականության։ Բայց եթե նպատակն է ինչքան հնարավոր է շատ կարգեր դրվի, որ մարդը սկիզբ կոպիտ ասած ժամանակ չունենա մեղանչելու, դա կարա տանի արդեն կրոնական ինչ-որ բաների, որ դա չի օգնել, դա չի նպաստելու, որ մարդը հոգևոր լինի։ Դա դրանից չի։ Այսինքն կարգ դնելով չի, որ մարդը դառնալու է հոգևոր։ Ուղղակի կարգ ու կանոնը, այսօրվա կարգ ու կանոնը ինչի մասին խոսում ենք, անխոչնդոտ պաշտամունքն է ու որոշակի ապրելակերպ է, որ մենք հասկանում ենք, որ այո, մարդը եկեղեցուն նվիրված մարդ է։ Օրինակ, մենք մեր կանոնադրության մեջ ունենք, որ մենք ալկոհոլ չենք խմում։ Մենք ունենք, որ ազարտնի, ասենք, խաղեր չխաղանք։ Մենք ունենք, որ մեր 10-րդը մենք տալիս ենք մեր եկեղեցուն։ Մենք նման բաներ մենք ունենք, էլ մարդը կարդալով դա հասկանում է, որ այս տան մեջ կամ այս եկեղեցու մեջ սա է Կարգը։ Կարգը սա է։ Հիմա մեկը համաձայն է, համաձայն չի, պետք է իր որոշումը կայացնի։ Չի կարա մեկը անդամ լինի, բայց դրանք չընդունի։ Ինքը իրան է խաբելու, Աստծո առաջ ճիշտ չի լինելու։ Կամ էլ դու անդամ չդառնա ինքը։ Փորձի ուրիշ եկեղեցում, տենա որտեղ է, որ տես բաներ պիտի համանի, համել անդամ լինի։ Իսկ կա լինում է, որ ասենք մարդը պատճառաբանում է, ասենք ինչ-որ կարգեր եկեղեցում մեջ բերելով Աստվածաշունչը, որ Աստվածաշնչում չկա կամ Աստվածաշունչը նման բաներ չի ասում։ Այո, կարա լինի, որ Աստվածաշնչում չկա։ Բայց պրակտիկայից է դա գալի, որոշ կանոններ պրակտիկայից է գալի։ Օրինակ որոշ բաների մասին կարող կոնկրետ գրած չլինի, հենց կոնկրետ գրած չլինի։ Բայց մենք եկեղեցում նայում ենք, օրինակ մենք երևակայի չենք հանդիպի Կիրակյորա դպրոցի մասին ավետարանում։ Օրինակ եմ ասում։ Բայց դա չի նշանակում, որ դպրոց կա ու ցանկացած երեխայի տարիքի պիտի գնա այնտեղ։ Մեկն ասի, չէ, չկա գրած դրա մասին, պիտի չետա։ Բայց պիտի չետա, որտե է ինքը լնելու։ Զալում վազվզելու է, չի կարելի դա։ Վերջ։ Այսինքն
բաներ կա որ չկա գրած, բայց մենք հասկանում ենք որ դրա նպատակը նա չի որ այդ ընտանիքին վնաս տան, բաժանեն, նպատակը որ երեխուն երեխայի ձևով ավետարան ասեն։ Մեծ ասակներ էլ խանգարող չլինի, որ Սուրբ Հոգու հետ իրան գան երկրպագեն տիրուճը։ Հնարավոր է եկեղեցիներ որ երեխաների հետ են դա անում, հնարավոր է։ Մեր մոտ է ձև չի։ Այսինքն ամեն եկեղեցի ոնց է, սկսում եմ որ այդերի անդամը այդերի այցելում պետք է նույն ձև անի, ոնց որ այդ եկեղեցում։ Չեմ ընդունում կներես Գարջան, սա անբացատրելի է կամ անհասկանալի է, երբ որ մեկը մնում է տեղ ու միշտ հակառակվում է։ Դա անհասկանալի է։ Պատճառը գտնում, բայց ինչ ես հակառակվում։ Այս եկեղեցին այդ ձև է։ Բաներ կա գտնում ես ոչ սուրբ գրային է եւ այլն։ Ուրիշ եկեղեցիներ կա։ Գնան դեղ։ Ուրիշ ձև գոյություն չունի։ Իհարկե մեր կանոնները որ մենք դնում ենք եկեղեցում, հավիտյան չեն։ Ինչ որ ժամանակ, ինչ ժամանակ հետո կարա փոխվի, բայց մինչև փոխվելը բոլորը պարտավոր են հովիվնել, բոլորը պարտավոր են դրա հարգեն այդ բոլոր կարգ ու կանոնները։ Կա եկեղեցում ընդունված կարգ ու կանոն հոգևոր պարգևների արտահայտման ու գործածության հարցում։ Դե իհարկե։ Հենց Աստծո խոսքն է, չէ՞, նոր կտականում ինչ են կարդում, որ թող հերթով լինի, եթե մեկը մի բան ասում է, եկեղեցին պետքա մտորի։ Տեստանի, այդ մարգարեությունը ճիշտ է, թե ճիշտ չէ։ Ոչ ամեն ինչ մենք արտահայտվում միգուցե, բայց երբ որ կարիքը լինում է, ասվում է, որ սա սենց արեք, սա սենց արեք։ Իհարկե, հետո եկեղեցին է որոշում ով է այդ ծառայության մեջ լինելու, այսինքն եկեղեցին է ճանաչում դա։ Դա ինքնակոչ չի, որ մարդը հելնի գա, ասի ես այսօրվանից այս եկեղեցու, ասենք առաքյալն եմ կամ այսօրվանից այս եկեղեցու, չգիտեմ, մարգարեն եմ կամ այս եմ կամ այն եմ։ Եկեղեցին պետքա ճանաչի դա։ Այ ոնց է այդ կարգը դրվում, ասենք մարդը, ասենց ասած, մարգարեանում է։ Այս մեկին ասում են, մեկին ասում են, տենում է, ասենք ասում է, էսի սենց մի խոսքով։ Նախ պետքա մի որոշակի բացատրություն տալվեցվի այդ մարդուն, ինչ է նշանակում այսօրվա մարգարեություն, նոր կտակարան մարգարեություն։ Լինում են դեպքեր, ոչ հաճախ, բայց լինում են դեպքեր, մարդը կարդում է 5 կտակարանը ու եկեղեցում երկու բան տենալով գալիս է ու սկսում է 5 կտակարանյան անիծելով Աստված քեզ կանիծի, սենց մի արա, սենց քեզ կկտրի, գցի, ես կանի, այն կանի եւ այլն եւ այլն։ Սա անընդունելի է։ Ես չեմ ասում մարգարեությունը պետք է միշտ լավ լինի, բայց գրված է, որ դա մենակ լավ մարդու աճի, լավ մարդու բանի համար է, չէ՞, ասենք այդ մարգարեությունը նվերները եւ այսինքն շինության համար է։ Դրա համար իհարկե շինությունը կարելի է տարբեր ձևեր ասել, ասենք մարդուն կարած դու հանդիմանես, շինվի մարդը։ Իհարկե։ Բայց ամեն ինչ պետքա ճիշտ ձևով արվի։ Հետո մենք 1-2 մենք էլ ենք տենալու այդ մարդը իր ցանկություններն անում, թե այսինքն եկեղեցին պետքա ճանաչի այդ ծառայողին։ Մի կողմից այդ մարդն էլ իրավունքներ ունի, այսինքն ցանկացած եկեղեցու անդամ իրավունք ունի կայանալու։ Այսինքն մենք պետք է հնարավորություն տանք։ Օրինակ մենք ունենք տենց մի օր ծառայություն, որ բոլորին հնարավորություն է տրվում իր հայտնությունով կիսվի, մարգարեական խոսք ունի, տեսիլք ունի, հելնի կիսվի։ Այսինքն կա դաշտ, որտեղ մարդը կա։ Այսինքն եթե փակում ես բոլորին ու ասում ես մենք պետք է ճանաչենք, մենք ոչ ճանաչենք, եթե այդ մարդը որևէ հնարավորություն չունի արտահայտվելու։ Պետքա հնարավորություն տաս, իհարկե դա Կիրակի օրը չի, մեր մոտ դա ուրբաթ օրն է, բայց հնարավորություն ենք տալի, կիսվեք, խոսացեք։ Կա բան, նվեր կա, ասենք շնորհի նվերները եթե գործում են, խնդրեմ։ Իսկ ասենք պետք է որ նախորոք հովի հետ խորհրդակցի, ասենք sense խոսք եմ ստացել, sense տեսելք եմ ունեցել, ասի կիսվի, հետո նոր եկեղեցու առաջ թե մեր պարագայում ոչ։ Դեպքեր լինում է որ մոտենում են, ես ասում եմ հա թե չէ եւ այլն, լինում է մարդը ուզում է ճշտի, դա լավ բան է, դա վատ բան չի։ Բայց մեր պարագայում, ասենք մեր եկեղեցում ես ցանկացածին հնարավորություն եմ տալի, հերը կիսվի։ Եթե հելավ կիսվով, որ սխալ բան է, զգացինք, որ ոչ ուսմունքն է ճիշտ, ոչ դա աստուց չէր, բան արտահայտվում ենք, ասում ենք, որ տես բան չկա։ Իսկ սրա հակառակը եթե խոսանք, ասենք մարդը
հայ կա հնարավորություն, հա, այդ հարթակը կա, որտեղ կարող է կիսի, բայց մարդը այդտեղ չի կիսվում, այլ ասենք շատ փոքր խումբ մարդկանց կամ անհատների մոտ է։ Այ ինչ կարգ կա կանգնացնելու, կա եկեղեցին ունի կարգ է, ասենք կանգնացնելու կամ ինչ որ նշանակելու կամ հա։ Այո, օրինակ եղել է այդպես դեպքեր, իհարկե սկզբից մի անգամից նայած ով է դա անում։ Եթե ասենք մի երկու անգամ է եկել եկեղեցի ու սկսում է արդեն սրան նրան մարգարական խոսքեր անի, մի անգամից ենք մենք կանգնացնելու, իհարկե, միանշանակ։ Բայց եթե մեր եկեղեցու անդամն է արդեն տարիներ, մենք ճանաչում ենք այդ մարդուն ու լսեցինք մեկ ընդեղ ասեց, տենում ենք, ասենք, ինչ ասեց, դա Աստծուց է թե չէ։ Եթե տենում ենք արդեն ոնց որ ինքը ուզում է իրան սարքի մարգարե, կոպիտ եմ ես ասում։ Իհարկե ես առանձին այդ մարդու հետ խոսում եմ։ Ես չեմ համարում, որ մի անգամից դու ամբողջ եկեղեցու դեմ կոպիտ ասած խայտարակ անենք այդ մարդուն։ Առանձին խոսում եմ, ասում որ բան չունեմ ասելու, արտահայտվի, բայց պետքա ճիշտ ձևով անես դու։ Օրինակ բաներ կա ցանկացած մարդուն էլ ասես, դա ճիշտ է, էլի։ Ասենք Աստված առանձնահատուկ ձևով քեզ սիրում է, Աստված քեզ ցանկացած մարդու էլ ասես ճիշտ է դա։ Այսինքն մարգարական խոսքը պետք է, եթե մարգարական խոսք է, եթե դա բժշկություն է, հրաշք է, բանը, աղոթքից կերև է դա, դա հո ասելով չի։ Այսինքն 1 տեսանք, 2 տեսանք, 10 տեսանք, 20 տեսանք, հասկանում ենք, որ այս մարդուն Աստված օգտագործում է տենց շնորհի նվերներն է։ Այսինքն սենց է դա կատարվում։ Իսկ ասենք վտանգ կա, որ ասենք մարդը վախենա սխալվելուց կամ վախենա, որ միգուցե սա իմ մտքերն է կամ բան ու եկեղեցու դեմ չարտահայտվի։ Իհարկե, ամենայն դեպս շատերն են կոմպլեքսավորված։ Բայց լավ է, որ մարդը արտահայտվի։ Ու լավ է, որ արտահայտվի եկեղեցու դեմ։ Այլ ոչ թե առանձին։ Առանձին ամենավատն է, որովհետև իրան ուղող չկա։ Եվ 1-2 տեսա սխալ է, ես իրան կանգնեցնելու եմ, ինքը ավելի է կոմպլեքսավորվելու։ Ավելի է եկեղեցու դեմ ասի, արդեն դու գիտես այդ մարդը ուր է տանում, ոնց է, արդեն դա ավելի ճիշտ է։ Միգուցե երևի հենց այդ կոմպլեքսներն է, որ մարդը, ասենք, ընդհանուրի առաջ, բոլորի առաջ չի խոսում, ասում, արտահայտվում, այլ փորձում է մեկի մոտ կամ երկուսի մոտ։ Ես կոչ եմ անում բոլորին, որ լավ է եկեղեցու առաջ հովի ներկայությամբ դարվի, դա ավելի առողջ է, դա ավելի ճիշտ է ու ավելի այդ մարդը կուղղվի, ավելի այդ նվերը կտաշվի։ Որտեղ մի բանա մարդը ունի նվեր, մի բանա որ այդ մարդը ճիշտ դաստիարակվի, որ այդ նվերը ճիշտ գործի։ Համար կան մարգարական դպրոցներ, դրանք կան տարբեր տեղեր, որտեղ մարդը սովորում է դա։ Մարդը ունի լավ սլուխ, լսողություն, բայց ինքը պետք է այդ կոնսերվատորիա սովորի, որ ավելի տաշվի, ավելի ճիշտ գրագետ ձևով դա անի։ Դրա համար մեկը մյուսին չի հակասում, այլ օգնում է, լրացնում է։ Կարգապահությանը հետևելը կարող է դառնալ օրենք պահելու դրսևորումը։ Այսպես ասած, հետաքրքիր։ Մարդը ամեն ինչ կարա անի, ընդհանուր եթե պատասխանեմ, իհարկե կարա։ Բայց եկեղեցու կարգ ու կանոնը, իհարկե մենք պետք է զուշել ենք, որ ամեն քայլափոխին, ամեն վարքյան ինչ ասենք մարդը ինչ անի, դա չի նպատակը։ Ամեն դեպքում մարդը պետք է իրան զգա ոնց որ տունն է։ Մենք մեր տներում էլ դա ձև չենք անում։ Մեր երեխեքին նույնիսկ մենք չենք անում, նենց որ ամեն վարքյանդ, ամեն քայլդ պետքա դու մտածես, հանգարց սխալ բան չանես։ Մարդը տունն է, իր, բայց նաև տան մեջ կա որոշակ, այսինքն եթե ճիշտ ձևով է կարգ ու կանոնը, դա չի գա դրան։ Բայց եթե նպատակը էլ եմ ես քրքնում եմ էլի, եթե նպատակը դժվարացնել ամեն ինչ, չգիտեմ, դες նպատակը պիտի լինի, բայց դա խնդրեմ է։ Բայց էլի կան մարդիկ, որ մի թեթև կարգը արդեն իրանք վատ են զգում։ Ես կուզենայի շնորհիդ հարցնեի, շնորհը մեզ ազատում է կարգ ու կանոնին հնազանդվելուց, թե իհարկե ոչ, օգնում է, իհարկե ոչ։ Շնորհը չի ազատում մեզ կարգ ու կանոնից։ Շնորհը բերում է ճիշտ տեղ։ Շնորհը մեզ դաստիարակում է, ավելի ճիշտ տեղ է բերում մեզ։ Շնորհը ամենաթողություն չի։ Շնորհը նա չի, որ ես
Քրիստոսով եմ, ես ազատ եմ, ես փրկված եմ, ինչ ուզեմ անեմ։ Դա չի, իհարկե դա չի։ Դա ավելի խոնարհում է, դա ավելի հեզությունն է, դա ավելի, այսինքն Սուրբ Հոգու պտուղներն է, պտուղն է գործում արդեն մարդու մեջ։ Եթե մարդը շնորհով է լցված, Հա։ բայց եթե մարդը շնորհի անվան տակ խարդախություն, անկարգություն, տես բաներ անում, դա Ամենայն ինչ ան ուզում ես դիր, շնորհ դիր, Քրիստոս դիր, քրիստոնյա դիր, առաքյալ դիր, ինչ ան ուզում ես դիր, որևէ կապ չունի դրա հետ։ Այսինքն եկեղեցին էլ պետք է կույր չլինի։ Անուններից չվախենա։ հա Այսինքն, եթե մենք տենում ենք անկարգություն, սխալ բան, մեղք, ինչ անուն ուզում ես դիր դրան։ Դա ճիշտ չի։ կարելի է ասենց ասել, որ շնորհ կարգ ու կանոնը սա ինչ որտեղ երկրորդ օրենքի երկրորդ պատվիրանի արտահայտությունն է սիրի քո դիմացինին, հարգի քո դիմացին, եթե կարգ ու կանոն ունվես Ինչպես ինքդ քեզ։ Միգուցե, այտենց էլեմենտ հաստատ կա։ Այո, հաշվի առնես, որ մենակ չես դու։ Համի պատկերացնենք եկեղեցում ամեն մեկն էլ ասում է շնորհքի տակ եմ, ինչ կանոնի մասն է խոսքը։ Եկեք մի հատ վերացնենք էլ այդ կանոն մանոն լրի վերացնենք, ով ինչ ուզի անի։ այստեղ արդեն էլ չի կարա սերը Հենց այդ ասողն է մի ինչ որ ժամանակ հետո ասել է լսի ես չեղավ, ես եկեղեցի չի արդեն։ Հասկանում եք, չի կարա այդ ձև բան լինի։ Անհն էդի մարդիկ կապում են կարգ ու կանոնը օրենքների հետ, որ եղել է 5 տականում։ Դա որևէ կապ չունի դրա հետ, որևէ։ Մենք երբևիցե չենք ասում կարգ ու կանոնով արա, որ դու փրկվես կամ կարգ դրա հետ որևէ կապ չունի։ Դա նիստուկասն է, դա հարգանք է, դա դաստիարակություն է, դա նման բաներ, բայց ոչ ուրիշ բաներ։ Օրինակ մարդիկ վատ են զգում, երբ որ ասում ենք տոնին կամ մի հատ ինչ-որ կոնֆերանսիա է, ինչ-որ բան ասում ենք, պետքա գրանցվեք նախորոք։ Գումարը տա, գրանցվեք։ Հա մարդը մտածում է, ինչ կարևոր է, օրինակ որտեղ է գրած այդ Աստվածաշնչում։ Այսինքն միշտ չի, որ մենք պետք է ասենք, այդ որտեղ է գրած Աստվածաշնչում։ Եթե տենց գնանք, ուրեմն այդ մարդու հետ պետք է խոսանք, ասենք, եթե մի բան չկա Աստվածաշնչում գրում, դու քո կյանքում հանգած նման բան չլինի։ Ոնց կարա տես բան լինի։ Օրինակ որտեղ է գրած, որ դու ասենք գործից հետո եկար, պետքա հենց էդի ուտես կամ էնի պիտի ուտես։ Մենք այտենց абսուրդության կհասնենք էդի որտեղ է գրած։ Մյուս կողմից ասենք հենց այդ ասենք գրանցվել կամ ասենք այդ պատասխանատու ձևով մոտենալը կարգ ու կանոնին ինչ որտեղ էսի բերում է թե կազմակերպչական, թե աշխատանքային բեռ թեթևացնելու։ Ավելին ասեմ։ Եկեղեցին որտեղ կարգ ու կանոնը թույլ է, շատ հավանական է, որ տենց եկեղեցին չի աճում։ Հա։ Ես շատ ոնց որ հակասող բան եմ ասում, որովհետև աճը եկեղեցու կապված չի, դա ավելի հոգևոր բան է, բայց էդի կարևոր բան է։ Այսինքն ինչքան եկեղեցին կազմակերպված լինի, այնքան ավելի շանս ունի աճելու։ Ինչքան անկազմակերպա, այնքան խաոտիկ է տեղ։ Պետք է որոշ բաներ կազմակերպվի ուղղակի։ Ճիշտ ասած, ասենք մարդուն հաճելի է, երբ որ մի տեղ մտնում ու ամեն ինչը կարգ ու կանոնով կազմակերպված, տեղը տեղին արվում է ինչպես որ պետքա, դա բոլորին է հաճելի ու օրինակ նոր մարդեր եկե մեր եկեղեցի տարիներ առաջ։ Ասում եմ ես վատ եմ զգում, երբ որ ծառայությունը վերջանում է, տենում եմ մրջյունների պես ամեն մեկը մի բան անում։ Բայց իրար չեն խանգարում։ Այն անում են ու գնաց իր գործով ես էլ եմ ուզում մի բան անեմ։ Համի բայց եթե խաոտիկ լինի, նա կասի ես սուր եմ եկել։ Հելեմստից է համամստը իրար են ուտելու։ Այսինքն կազմակերպվածությունը շատ կարևոր է եկեղեցում այդ առումով։ Այսինքն կարգ ու կանոնը կարևոր է։ Եթե կարևոր չլիներ, Աստված դա կողմնակից չէր լինի։ Այսինքն մենք հաճախ մտածում ենք 5 կտակարան, նոր կտակարան, բայց Աստված ხო չի փոխվել։ Աստված նույնն է։ Երեք այսօր եւ հավիտյան ինքը նույն Աստվածն է, նույնն է։ Ուխտերն է փոխվել, հին ուխտեր, նոր ուխտ է, իհարկե, որոշ բաներ է փոխվել, բայց Աստված նույնն է։ Ինքը կարգի Աստված է։ Ինքը սիրում որ կազմակերպված լինի, նշանակված մարդ լինի, էսենս լինի։ Իհարկե, այդտեղ էլ կարելի է կոպիտ ասած չափեր անցնել, եկեղեցին կարա
այնքան կարգեր դնի, որ դա էլ բերի ասենք կար դնելու համար։ Պետք է իհարկե այդտեղ էլ չափ կա, բայց հիմնականում կազմակերպված եկեղեցին ավելի օրտնված է լինում։ Օրինակ, եթե պաշտամունքի ժամանակ, երկրպագության ժամանակ երեխեք են վազում, ինչ որ մեկը մեկ հետ է խոսում, լուրջ չի դա։ այո, Դա ինչի վրա է ազդում, Սուրբ Հոգին դժվար է գործելու տեղ։ Որտեվ ամեն դեպքում մենք պետք է ակնածանքով գանք Աստծո առաջ, հարգանքով, վախով, մենք իրոք ճիշտ ձևով, ճիշտ սրտով պետք է լինենք ու նաև կազմակերպված ձևով պետք է լինենք, այլ ոչ թե խաոտիկ ձևով։ Պատկերացնենք, ով ուզի այդ միկրոֆոնը վերցնի երկի, ինչ ուզի երկի, ով ինչ ուզի նվագի, դա որևէ մեկը չի օրտնվի։ ամենայն դեպս, եթե կարգն ու կանոնը չլներ, չէր լինի գիշերը եւ ցերեկը, չէր լինի Այս ամբողջ տիեզերքը չէր աշխատի։ կարգ ու կանոնի վրա է հիմնված։ Իհարկե, օրենքներ կա, կարգեր կա, ամեն ինչ դրված է իր տեղը, գոնե բնությունը նայենք, դա արդեն ամեն ինչ ասում է։ Այո, Չի կարա տես չլինի։ Այն մարդիկ, ովքեր դեմ են դրան, ուղղակի չեն պատկերացնում ինչ են իրանք ուզում։ համաձայն եմ։ Սիրելի բարեկամներ, այսքանով մեր այսօրվա այս թեմայի հետ կապված հարցերը ավարտվեցին, բայց եթե դուք ունեք ելի հարցեր կարգ ու կանոնին, կարգապահությանը վերաբերող, կարող եք գրել մեզ, ձեր հարցերին սիրով կպատասխանենք։ Նաև ես ուզում եմ կոչ անեմ, որպեսզի դուք հետևեք մեր հաղորդումներին, լսեք, օրհնվեք, ուղարկեք նաև ձեր հարցերը այլ թեմաների հետ կապված, մենք փորձենք հաղորդումներ կազմակերպել։ Այսքանով ավարտենք մեր հաղորդումը։ Եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։ Տեր օրհնի։